Հալեպում հուղարկավորել են հրթիռակոծության ժամանակ զոհված հայերին։ Վիրավոր երկու հայերի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Հալեպի խաղաղ բնակչության հրթիռակոծությունը հիմնականում իրականացնում են թուրքմենական ջոկատները, քանի որ արևելյան մասում կառավարական ուժերից ջախջախիչ պարտություն են կրել ու հետ շպրտվել։ Հայաշատ թաղամասերի հրթիռակոծության հետևանքով վնասվել են հիվանդանոցները։ Դա է պատճառը, որ վիրավորների խնամքի համար ոչ համապատասխան վայր կա, ոչ էլ բժիշկ։ Զինյալ ընդդիմությունը ընդհանրապես թուրքմաններ են եւ ասոնք են, որ գլխավորապես հայկական թաղամասերու եւ քրիստոնեական շրջաններու վրա դսպառնան եւ ընդհանրապես կրմփագործեն եւ հրթիռակոծումներ կկազմակերպեն։ Հալեպի հայաշատ թաղամասերում հարաբերական անդոր է, փրկարարներն աշխատում են ռմբակոծված շենքերի շրջանում, որոնում են փլատակներում մնացած խաղաղ բնակիչներին։ Կառավարական ուժերն առաջընթաց են գրանցել ճակատում ու առաջ են շարժվում։ Բանակը բավականաչափ լուրջ քննարկումներ անել է եւ արդեն նվաճումներ է որ կարձանակրե։ Հալեպում տիրող վիճակը ՄԱԿ-ը որակել է խոշորագույն հումանիտար աղետ, որը երբևէ տեղի ունեցել Սիրիայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով վերջին 2 շաբաթվա ընթացքում 338 մարդ մահացել է, որից 106-ը երեխաներ են։ Կա 846 վիրավոր, որից 261-ը երեխաներ են։ ՄԱԿ-ը պահանջում է առնվազն 48 ժամյա հումանիտար հրադադար Հալեպ օգնություն հասցնելու եւ վիրավորներին դուրս բերելու համար։ Դիվանագիտական ճակատում նահանգներն ու Ռուսաստանը շարունակում են բանակցությունները։ Ավիահարվածների ֆոնին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարների հեռախոսազրույցը։ Ռուսական-ամերիկյան համաձայնությունը այս անկրվանին ոչ մեկ դրական նպաստավոր գործընթաց հարաճացուց քետնի վրա, որովհետև նախ երկուքը իրարու հետ հարցեր ունին վստահության։ Բանակցություններին զուգահեռ Ռուսաստանն ավելացրել է ավիախմբի թվականակը սիրիական Հմեյմ ռազմաբազայում։ Թռիչքուղու վրա հայտնվել են հավելյալ Սու-24 եւ Սու-34 կործանիչներ։ Թռիչքին պատրաստ են նաեւ գրոհային Սու-25-երը։ Այս փոփոխությունը կապված է Միացյալ Նահանգների հայտարարած պլան B-ի հետ։ Այն ենթադրում է ավիահարվածների հաճախականացում եւ հատուկ ջոկատայինների հավելյալ ուժի տեղափոխում Սիրիա։ Կանե Ղազարյան, ժամը լրատվական։